Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության համար ավելի քան 10 ամիս նախ բանտային, ապա տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը տեսազանգով խոսել է քաղաքացիների հետ։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Լավ ենք, պարոն Կարապետյան։ Դուք ինչպե՞ս եք։ Ես շատ լավ եմ։ Մարդիկ ասել են, որ Փաշինյանի իշխանությունը կարողացել է ժողովրդի աչքը մտնել առողջապահության ապահովագրության ծրագրով։ Բոլոր տարիների ամենամեծ ներդրողն եմ եղել Հայաստանում, ավելի շատ ներդրումներ եմ արել, քան դու պատկերացնում ես նույնիսկ։ Մարդկանց նաև այս օրերին կառուցվող դպրոցների ու մանկապարտեզների հանգամանքն է ուրախացրել։ Ընտրություններից մեկ ամիս առաջ որոշեցին, որ կարելի է ժողովուրդը գնա առանց փողի բուժօգնություն ստանա, բա 8 տարի ինչով էին զբաղվում։ Մենք պարտավոր ենք միասին պաշտպանել։ Սամվել Կարապետյանի թիմակիցները հիշեցրել են, վարչապետի թեկնածու դարձած բարերարը ամբողջ կյանքում բարեգործություն է արել միայն իր միջոցներով, ոչ բարեգործական հիմնադրամում է աշխատել ու դրա համար աշխատավարձ ստացել, ոչ էլ հարկերից է ազատվել բարեգործության դիմաց։ Իսկ դու գիտես, որ ես անձնապես միգուցե ավելի շատ մանկապարտեզներ եմ կառուցել ու բոլոր երեխաները մինչև այսօր ձրի օգտվում են այդ մանկապարտեզներից։ Դա ես արել եմ իմ միջոցներով, իսկ իրենք գնացել են պետության վրա կախել են մեծ պարտքեր, 15 միլիարդին հասնող պարտքեր, դրա դիմաց դու ես վճարելու, քո երեխան է վճարելու, դու նույնիսկ տեղյակ չես ինչքան դու փող ես պարտարկել։ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին բարեգործությունը հենց Սամվել Կարապետյանն է արել, Տաշիրում եկեղեցի կառուցելով, հայ առաքելականներին համախմբելով այն օրերին, երբ կաթոլիկ եկեղեցիներ ակտիվ գործունեություն ծավալում։ Հայաստանի ողջ տարածքով մեկ Կարապետյան տոհմի հետքերն ենք մենք տեսնում։ Ես ամբողջ կյանքում միայն մեր միջոցներն եմ օգտագործել այդ նպատակների համար։ Դրա համար դրանից երևի ամենամեծ հաճույքը ես եմ ստացել, երբ հնարավորություն եմ ունեցել մարդկանց օգնելու։ Առհասարակ երեխաները չեն շարունակում իրենց ծնողների գործը։ Սամվել Կարապետյանը Հայաստանում նաև գործարաններ է կառուցել։ Մեր շրջանում այդ կաթոլիկ գաղափարը եղել է, բայց միշտ ասում էին ֆրանկներ։ Ինչքան հիշում եմ 94 թվականին սկսեցին կառուցել Տաշիրի եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Թույլ Հայաստանի գնալով, Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստանի գալով 300,000 նոր աշխատատեղ է բացվելու, հիշեցրել են ուժեղ հայաստանցիները։ Գոնե մեկ հիմնարկ, բացի մեր կառուցած, մենք մի 8-10 հատ կառուցել ենք, բացի մեզնից, կարան ցույց տան մեկ հիմնարկ, որտեղ 200 մարդ աշխատում է։ Հայաստանը որպես արդյունաբերական երկիր վերականգնելու ծրագիր ունի Սամվել Կարապետյանը, ասել է տղամարդկանց աշխատանքի պակաս կա, կանանց աշխատանքի խիստ պակաս։ Մենք հիմա պղինձը առնում, չգիտեմ որտեղից բերում ենք, որ Տաշիրի մեր ստեղծած կաբելի գործարանը աշխատի։ Երբ որ մենք 100,000 տոննա պղինձ տանում ենք Չինաստան ենք տալիս։ Սոված Փաշինյանը թող շարունակի ուտել, բայց ոչ քաղաքացու հարկ ու турքից գոյացած պետական բյուջեն, ասել է Սամվել Կարապետյանը։ Պետք է առաջ հերթին ստեղծվի աշխատատեղ, մեր երկիրը ուրիշ պրոբլեմ ունի։ Մեր երկիրը հայաթափման պրոբլեմ ունի։ Ասֆալտը 3 տարի էնել գիտեք իրանց արած որակը, ամենաշատը 3 տարի, փողը կերան պրծան, փող ուտելուց էլ շատ լավ են սրանք, հիմա կարող են ավելի լավ խումբ, դե պերաշկին ոչին, սովածա ուտում են, սոված մարդը ամեն ինչ ուտում է, դրա Ուժեղ հայաստանցիները ասում են Նիկոլ Փաշինյանը թող թմբուկ նվագի, իսկ Սամվել Կարապետյանը վարչապետ դառնալով իրականացնի իր ծրագրերը 300,000 նոր աշխատատեղ, 20,000 մատչելի բնակարան, առնվազն 20%-ով ավելի էժան դեղորայք,
ամսական 150,000 դրամ աջակցություն աղքատ ընտանիքներին։ Հայաստանում կլինի արձանապատիվ ծառայություն։ Ուժեղ Հայաստանում հոպի ուժեղ պաշտպանություն է լինելու, առաջնագիծը զինվելու է տեխնիկայով, խելացի սահմաններ համակարգի միջոցով 90%-ով նվազելու է զինվորների կյանքի նկատմամբ վտանգը, պարտադիր զինծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքը ստանալու է 40,000 դրամ ամսավճար ծառայության ամբողջ ընթացքում։ Ես գիտեմ, որ սրանք տարածում են, որ մենք ավելացնելու ենք նորից 2 տարի, բայց մենք հակառակն ենք անելու։ Մենք 1 տարի ենք սարքելու ժամկետային, ունենալով ուժեղ բանակ իհարկե։ Ինչ է լինելու Սամվել Կարապետյանի բիզնեսի հետ, եթե նա թողնի դրանց կառավարումն ու ստանձնի պետության ղեկը, հարցրել են մարդիկ։ Որդիներս ու դուստրս կզբաղվեն, Սամվել Կարապետյանի պատասխանն է։ Երեքն էլ արդեն 19 տարեկանից ակտիվ մասնակցում էին մեր ընտանեկան բիզնեսի մեջ։ Դրա համար ես հիմա արդեն հնարավորություն ունեմ ամբողջ բիզնեսը վստահեմ իրենց եւ վստահ եմ, որ իրենք ավելի կզարգացնեն, նույնիսկ առանց ինձ։ Պետք է պիտանի մարդ դառնալ եւ չդադարել օգնել մարդկանց։ Սամվել Կարապետյանն ասել է, այս սկզբունքով են դասի առաքվել իր որդիներն ու դուստրը։ Իդեպ Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն արձագանքել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարցադրում հայտարարությանը. Գերդաստանումդ 6 տղա ունես, ինչի չեն վիրավորվել կամ նահատակվել։ Թող այդ ասողը լավ ուսումնասիրի իր ղեկավարած նախարարությունը եւ տեսնի այդ 6 տղաները եւ իրենց ընտանիքը ինչեր են արել։ Երևի ինքը այդքան ուղեղ չունի, որ գոնե ուսումնասիրի դա։